Ողջույն, ես Գայանե Ասլամազյանն եմ, այստեղ մենք խոսում ենք ազգային արժեքներից, արդիական խնդիրներից եւ ընդհանրապես հայ մնալուց։ Այսօր ուզում եմ սիրով ներկայացնել իմ հյուրին շատ սպասված անձնավորություն, Արթունենք շարժման ներկայացուցիչ Էդգար Ղազարյանին։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ նաև ինձ հնարավորություն ընձեռեցիք ձեզ հետ զրուցելու այս վերջին օրերին, ինչու ոչ միայն այս վերջին օրերին, ընդհանրապես դուք անընդհատ հարցազրույցներ եք տալիս եւ վերջին ժամանակաշրջանում բավականին զայրացած, որովհետեւ արձագանքներին ի պատասխան ձեզ մոտ այդպիսին հարցազրույցներ են ստացվում, բայց ես ուզում եմ, որպեսզի մենք մի փոքր նախքան անցնելը հենց այդ խնդիրներին, մի փոքր անդրադառնանք ընդհանուր թեմաներին։ Հարցս այսպիսին է, ինձ մոտ տպավորություն է, որպես սովորական քաղաքացի, որը փորձում է գնալ ժամանակի հետ մեկ քայլով հարց է առաջանում։ Տպավորություն է ստեղծվել, որ մեր բոլոր դժբախտությունները սկսվեցին հենց այն պահից, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձավ պարլամենտական երկիր։ Ինչու տեղի ունեցան այդ փոփոխությունները, ինչ սպասելիքներ կային եւ ինչ դժվարությունների մենք եկանք եւ հասանք եւ չենք կարողանում հաղթահարել։ Դե դա ուղղակի արձանագրումն է ժամանակագրության առումով, որ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը հավանաբար որևէ 18 թվին դրա համար են ասում, որ խորհրդարանական համակարգի անցնելուց հետո է եղել, բայց ի սկզբանե նպատակը սահմանադրական փոփոխությունների այլ է եղել, որովհետև Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր էր եւ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների գերիշխող մեծամասնությունը դրանք բոլորը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներ էին եւ Հայաստանն էլ նպատակ է դրել այդ ժամանակ իր ընդհանուր սահմանադրաիրավական համակարգը, կառավարման համակարգը համապատասխանեցնել եվրոպական երկրների չափանիշներին եւ դրա համար էլ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ մշակվել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում էր ավելի ժողովրդավարական ինստիտուտների, հանրային իշխանության ավելի ժողովրդավարական համակարգի ներդրման հնարավորությունների ստեղծումը, այսինքն ի սկզբանե 15 թվի սահմանադրական փոփոխությունների նպատակը դա է եղել։ Թե հետո դա ինչ քաղաքական զարգացումներ առաջ բերել, եւ չեմ կարծում, որ դա ուղիղ կապ ունի սահմանադրական փոփոխությունների հետ։ Հələ կա նաև կարծիք, որ եթե մեր երկրի կառավարման համակարգը խորհրդարանական չլներ, 18 թվի իրադարձությունները կարող է շատ ավելի վատ սցենարով զարգացումներ ունենային, որովհետև 18 թվին ինչ որ տեղի է ունեցել սահմանադրական կարգավորումների տիրույթում։ Չէ, այսինքն վարչապետը իրավունք ուներ ընտրվել է, վարչապետը իրավունք ուներ հրաժարական տա, հրաժարականա տվել, ազգային ժողովը իրավունք ուներ ընտրելու նոր վարչապետ, ընտրել է։ Այսինքն գործընթացները եղել են սահմանադրության տիրույթում, հետևաբար դուրս են եկել հեղաշրջումների, ներքին լարվածության, ներքին բախումների պայմաններ չեն ստեղծել։ Եթե դա չլներ, միգուցե զարգացումները այլ ճանապարհով ընթային։ Պետության կառավարման պետական մարմինների գործունեության հետ այդ իմաստով սահմանադրական փոփոխությունները ոչ մի կապ չունեն։ Եթե պարտադիր չէր, որ Հայաստանում կառավարման համակարգը խորհրդարանական լիներ, որպեսզի երկրի ղեկավարը ձախողումներ չունենար կամ պատերազմ չաներ։ Կարող նախագահ էլ լիներ, նախագահի պաշտոնավարման շրջանում էլ պատերազմ լիներ։ Ամեն ինչը կախված է ղեկավարների պատասխանատվությունից, այլ ոչ թե կառավարման համակարգից, իմ կարծիքով։ Թեև արդեն անցել է 7 տարի եւ Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական երկիր է, հատկապես այս վերջի օրերին, տպավորություն է, որ ձեզ շնորհիվ առավել բացահայտվում է, թե որքան մեղմ ասած անգրագետ են մեր ներկայացուցիչները եւ գտնվելով ազգային ժողովում կարծես թե չեն տիրապետում ընդհանրապես չունեն գիտելիքներ եւ այն տարական պատասխանները, որ նրանք ձեզ գրում են եւ որոնք դուք ընթերցում եք տարբեր հարցազրույցներում, բերում եւ հանգեցնում են հենց այն գաղափարին, որ պարզապես չեն տիրապետում, գիտելիք չունեն այդ ամենին։ Այո, դե դրանք քաղաքական գործիչներ են, կարող է նաև գիտելիքներ չունենան, բայց մենք նաև պատրաստական ենք դրանց օգնելու այդ հարցում։ Բայց իրանք ոչ միայն այդ խնդրեմ ունեն գիտելիք չունենալու, տարական բաներ չհասկանալու, այլ նաև մարդու չեն լսում։ Նույնիսկ կարծիք չեն ուզում լսեն։ Չեն ուզում խուսափում են տարբեր տեսակի քննարկումներից։ Ասենք պատգամավոր Արսեն Թորոսյանը
որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորը նախարար է եղել։ Ես դրան ասում եմ Հայաստանի Հանրապետության մահվան նախարար, COVID-ի ժամանակվա Հայաստանի առողջապահության նախարարն է եղել։ Այդ մահվան նախարարը տոն է սահմանել, կոչվում է քաղաքացու օր։ Այդ տոնի խորհուրդը, որի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է աղում, այն է, որ քաղաքացին ինչքան կարևոր մարդ է մեր երկրում, որ քաղաքացին ինքն է որոշում, ամեն ինչը քաղաքացու համար արվում, քաղաքացու կարծիքով պիտի ամեն ինչը տեղի ունենա զարգացումները։ Այդ տոնը եղել է շաբաթ օրը։ Երկուշաբթի օրը նայում եմ քաղաքացուց ստացված նամակ, ասում ով է գրել քաղաքացի Էդգար Ղազարյան։ Ու առանց կարդալու ճղում այդ նամակը։ Այսինքն ինքը նույնիսկ չի ուզում ոչ միայն պատասխանի, այդ պատասխանը գրագիտություն ունենա, օրենքի տրամաբանություն ունենա, այլ չի ուզում նույնիսկ կարծիք լսի։ Ասում եմ մենք այս կարծիքին ենք, ելը Իլհամ Ալիևը իրանց արդեն ասել է իրենք ինչ անեն, էլի։ Էլ ուրիշ կարծիք իրանց չի հետաքրում։ Իրանք հիմա նստած լսում են մենակ մի կարծիք է իրանց հետաքրում, Իլհամ Ալիևի կարծիքը։ Իլհամ Ալիևը իր կարծիքը ասել է, վերջ, արդեն մնացածս պիտի այդ կարծիքը կատարենք, իրանց խնդիրը դա է։ Դե Հայաստանի քաղաքացին ինչ կարծիք կունենա, փորձագետ ինչ կարծիք կունենա, ոլորտի մասնագետ ինչ կարծիք կունենա, դա իրանց բացարձակապես չի հետաքրում։ Եվ սա միայն այս դեպքով չի արտացոլվում։ Խորհրդարանական լսումներ են, չէ՞, կազմակերպվում պարլամենտում։ Խորհրդարանական լսումների իմաստը որն է, որ տարբեր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, այլ քաղաքացիներ, փորձագետներ, մասնագետներ գան տարբեր հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները ասեն, падգամավորները լսեն, նրանց հետ քննարկեն, գնան ըստ դրա որոշումներ կայացնեն, չէ՞։ Գնում ենք խորհրդարանական լսումների դահլիճում նստում են տարբեր մարդիկ, падգամավորներ չկան։ Կամ գալի կեսից գնում են։ Չեն ուզում այս մարդիկ որևէ ձևով նախ իրաց պարտականությունները կատարեն։ Եթե այդ պարտականությունների կատարման հարցում է դժվարություններ ունեն, մարդկանց հետ լսեն, քննարկեն։ Հիմա կարևորագույն հարցերը, չէ՞։ Իրանք որոշ դեպքերում օրինակ նամակները ես ստացել եմ նորմալ, որ գոնե նամակի տեսք ունի, հասկանում ես, չնայած իր կարծիքը այսպեսին է, բայց պատասխանում է։ Հիմա պիտի ես հետադարձ կապով փորձեմ նրանց հետ կապ հաստատել։ Գնալ հանդիպել հետները, խոսել, բացատրել։ Ես ոչ մի ձևի չեմ հաշտվում այն իրողության հետ, որ ենթադրենք Վահագ Ալեքսանյանը падգամավոր է ու արդեն ես պիտի իր տեսակետներով առաջնորդում, չէ։ Պատգամա ինչ անենք, որ պատգամավոր ես, հետ ինչ բանա որ ծառայող ես էլի։ Մեզնից վարձատրություն է ստանում, մեզ ծառայություններ մատուցելու համար։ Եվ եթե մենք այդ ծառայությունների որակից դժգոհ ենք, պիտի մեզ հիմնավոր պատշաճ բացատրություններ տաս, թե ինչի ես մեզ անորակ ծառայություններ մատուցում։ Ու դա վերաբերում է ցանկացած պաշտոնյայի։ Դա վերաբերել է նաև ինձ, երբ որ ես եմ եղել բարձրաստիճան պաշտոնյա։ Ես մարզպետ եմ եղել, մենք ընդունելության օր ունեինք, ժամեր էր տևում, ինչքան մարդ գալիս էր, բոլորին լսում էինք։ Մեր պարտականությունն է, մենք այդ ժողովրդին ենք ծառայում։ Բայց մեկը կարա դժգոհություն հայտնի, մեկը կարա գովի, մեկը կարա խնդրանքով դիմի, մեկը առաջարկություն ներկայացնի։ Բայց դա ծառայողների գործը։ Իրանք չէ, իրանք մտածում են, որ մենք իրանք ենթականերն ենք։ Իրանք ինչ ուզեն, այդ պիտի անեն, տես չի, տես չի։ Եվ իմ մոտեցումը այն է, որ ես այս իրողությունների հետ համերաշխ չեմ, եւ իմ պայքարը այդ իրողությունների հետ ոչ թե հաշտվելն է, այլ այդ իրողությունները փոխելն է։ Փոխել ոչ թե իմ ուզած ուղղությամբ տանել, այլ տանել այն ուղղությամբ, ոնց որ նշած է մեր երկրի սահմանադրության եւ օրենքների մեջ։ Իրանք պարտավոր են իրենց պարտականությունները կատարեն, հարգելով մեր երկրի սահմանադրություն օրենքներից։ Իրանք գիտեք ինչ են անում։ Իրանք ստանում են Իլհամ Ալիևից հանձնարարություններ, գալի տեսնում են մեր երկրի օրենքներին դա հակասում, ասում օրենքները կփոխենք։ Հետո ստանում են ուրիշ հանձնարարություն, պարզվում է, որ սահմանադրությունն է իրանց խանգարում։ Սահմանադրությունը կփոխենք։ Հետո ստանում են մի հատ ուրիշ հանձնարարություն, որը հակասում է անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրը կփոխենք։ Մենք հիմա արտարադատության նախարար ունենք, որը հայտարարում ասում է, մեր երկրի սահմանադրությունը պիտի փոխվի, համապատասխանեցվի Ադրբեջանի հետ համաձայնագրին։ Պատկերացնում եք։ Աշխարհի բոլոր երկրների արտարադատության նախարարները եւ բոլոր իրավաբանները գիտեն, որ որևէ այլ երկրի հետ կնքած միջազգային պայմանագիրը կարա ուժ ունենա, եթե դա մեր երկրի սահմանադրությանը չի հակասում։
Ինքը ասում է հակառակը։ Մենք պետք է սահմանադրությունը փոխենք, որպեսզի այն չհակասի մի երկրի հետ մեր իրանց բանակցած պայմանագրին, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, մեր ազգային անվտանգության ռազմավարությամբ էլ այդ երկիրը Հայաստանի համար անվտանգային սպառնալիք է, այսինքն ճշտամական պետություն է։ Հիմա այդ արդարադատության նախարարի հետ մտքերի հետ ես ոչ միայն չեմ կարող համաձայնել, այլ պետքա փոխվի։ Եթե ոչ նախարարի միտքը, ապա նախարարը իր մտքով հանդերձ։ Իրականում ձեր առաջարկը այնպիսի մի ալիք է բարձրացրել, մի տեսակ sense ոնց որ կեղտաջուր դուրս եկած լինի ջրի երես, ոնց որ այս նորաձև կրթվածության շարժումը շրջանցած լինի այդ անձերին, մեկը նամակ է պատռում, մյուսը վիրավորում է, այդ վիրավորանքների տարափը բավականին բազմաշերտ է եւ տարբեր, եւ իհարկե հարց է առաջանում, եթե Նիկոլի կողմնակիցներն են դեմ ելույթներ ունենում ձեր առաջարկին, ես չեմ հասկանում, ինչու կոալիցիա չի ստեղծվում ձեր շուրջը ընդդիմադիրների կողմից։ Այսինքն ինչու են ընդդիմադիրները անգամ ընդդիմանում այս գաղափարին։ Այս հարցը իհարկե մտատանջության առիթ է դարձել շատ քաղաքացիների համար, որովհետև մարդիկ տեսնում են եւ հասկանում են, որ բոլորը ուզում են, բոլորը ունեն այդ ցանկությունը, չունեն հնարավորություն, որը ունեն մեր падգամավորները։ Բայց անգամ ընդդիմադիրները հակառակվում են ձեզ, անգամ վիրավորում են ձեզ, ինչը բերում եւ հաստատում է մարդկանց այն մտքի մեջ, որ մենք ընդհանրապես չունենք ընդդիմություն։ Ինչ է կատարվում իրականում։ Գիտեք ինչ, իմ շուրջ կոալիցիա ձևավորելու որևէ անհրաժեշտություն չկա։ Ես քաղաքական գործիչ, որպես հավակնություններ չունեցող մարդ եմ, հասարակ Հայաստանի քաղաքացի։ No Եվ գաղափարի շուրջ, ձեր շուրջ չի։ այո, այ հրաշալի ձևակերպում։ Պետք է համախմբել ոչ թե անձի շուրջ, այլ գաղափարի շուրջ։ Իսկ գաղափարի շուրջ համախմբելու դեպքում կգտնվեն անձեր, ընդ որում այդ անձերը կարող են գտնվել առաջին հերթին հենց իրեն շարքերից, այն մարդկանց շարքերից, ովքեր ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում, ովքեր արդեն ստանձնել են բարձր պատասխանատվություն ժամանակին, եւ այդ անձերներ կարող են իրագործել, նպաստել այդ գաղափարի իրագործմանը։ Բայց մենք այո, լրիվ ճիշտ է ձեր արձանագրումները, եկե հասել ենք մի իրավիճակի, որ հերիք չի մեր падգամավորները իրենց պարտականությունները չեն կատարում, իսկ կառավարությանը վերահսկելը դա իրենց պարտականությունն է։ Կառավարության գործունեության ծրագրի շեղումների հայտնաբերման դեպքում կառավարությանը անվստահություն հայտնելը դա իրենց պարտականությունն է։ Հիմա մեր падգամավորները, բոլոր падգամավորները, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների թերացել են իրենց պարտականությունների կատարման հարցում։ Հիմա Հայաստանի քաղաքացին իրենց դիմում է, ասում է դուք թերանում եք ձեր պարտականությունների հարցում, խնդրում են կատարեք ձեր պարտականությունը, դա անելու փոխարեն մի հատ էլ իրենք համախմբված ֆրակցիաներով հարցակում են այդ քաղաքացու վրա, ասում են, ինչի՞ ես մեզ ասում, որ մենք մեր պարտականությունները չեն, հաշտվի, դու էլ հաշտվի, նստի տեղդ։ Չես տենում ԿՊԱ-ականներն ինչքան լավն են, ինչքան համախմբված, ինչքան լավ համախմբվել են Նիկոլ Փաշինյանի շուր, ինքը իրանց փողերը տալի, իրանք տներ են առնում, ավտոներ են առնում, այս երկիրը թալանում են։ Մենք էլ մեզ համար ենք որոշակիորեն դիրքավորվել նստել։ Քննադատում ենք իրանց, մենք իրանց հարցեր ենք տալի, ելույթներ ենք ունենում։ Հետո ձեր գործն ով պիտի անի։ Եվ սա շատ զարմանալի է, որ փոխարենը իրանք իրանց պարտականությունը կատարեն։ Թիրախավորում են քաղաքացու, որ արձանագրում է իրանց թերությունները։ Ինչքան էլ ուզում է թիրախավորեն, մեզնից բրծում չունեն։ Սա մեր երկրի ճակատագրի համար չափազանց կարևոր ժամանակաշրջան է, որովհետև մենք ոչ միայն պիտի այս փոփոխություններով պատասխանատվության կանչենք այն մարդկանց, ովքեր այդ դժբախտությունները բերել են մեր ժողովրդի գլխին, նախ եւ առաջ կանխենք, մեզ հենց նոր դժբախտություններ է սպասվում։ Այս զարգացումները մեզ դեռ նոր դժբախտություններ է բերելու։ Ու պետք է դա կանխել առաջին հերթին։ Եվ հիմա ասում ենք, մենք լուծումը տեսել ենք վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով։ Հիմա եթե падգամավորները, այլ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ դեմ են, ասում են, չէ, դա չլնող բան է, ԿՊ-ն երբեք Նիկոլ Փաշինյանին դեմ չի քվեարկի։ Հարց առաջանում չէ, բայց 18 թվին ոնց էր, որ նույն դաշնակցական մեր գործընկերները, ԲՀԿ-ն,
Հանրապետական կուսակցությունից բազմաթիվ падգամավորներ։ Այդ ո՞նց է 10 օր առաջ Սերժ Սարգսյանին ընտրեցին վարչապետ, 10 օր հետո Նիկոլ Փաշինյանին ընտրեցին։ Բա ո՞նց եղավ։ Որևէ մեկի մտքով կանցներ 18 թվի հունվարին, որ կարա լինի այն զարգացումները, որ եղավ 18 թվին։ Այսօր այդ ողբերգական օրն է, չէ՞։ Մեր համար հաղթանակների օր էր մայիսի 8-ը, Շուշի ազատագրման օրը։ Այսօր է Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ 7 տարի առաջ։ Բա ո՞նց ընտրվավ։ Ժողովուրդը պիտի համախմբում լինի։ Հիմա փոխարենը մենք գնանք ժողովրդին համախմբելու այս գաղափարի շուրջ բոլորից համախմբման ճանապարհով դեմ են արտահայտվում։ Լավ, ասում եմ դեմ եք։ Մենք հիմար ենք, լավ չենք հասկանում, դուք խելոք եք։ Եթե դուք ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեք իշխանությունից, անվստահության իմպիչմենտի գաղափարը չեք ընդունում, ասում եք դա հնարավոր չի։ Ես հրաժարվեցի, լսեցի, ձեզ խելոք դուք եք։ Հրաժարվեցի։ Դե հիմա հեռացրեք, ո՞նց եք հեռացնում։ Ինչ ճանապարհով եք է։ Էս իմ առաջարկած ճանապարհը ոչ միայն հնարավոր է, ոչ միայն առիթ է ժողովրդին համախմբելու, օրինական է, սահմանադրական ճանապարհ է, չէ՞։ Նաև Ոչ գումարներ ասում են եմ գնանք խնային, շենք գրավենք, որովհետև ոչ ընտրություններ չեն լինելու եւ բավականին մեծ գումարներ կխնայեն։ Բացի դրանից, հնարավոր է իրագործել ու սահմանադրացիք են այդ ճանապարհով որ որոշումը կայացի, ոչ ոք չի ասի Հայաստանում եղել է բան, ռազմական հեղաշրջում, չգիտեմ, քաղաքացիական պատերազմ, իշխանությունը զավթվել է, օրինական պարլամենտը իրավունք ունի վարչապետին անվստահություն հայտնի, ընտրի նոր վարչապետ։ Օրինական ընթացք է, չէ՞, ոչ բախում ալնելու, ոչ ցույց ալնելու, ոչ փողոցափակվելու, ոչ մի բան։ Հիմա ասեմ այդ օրինական ճանապարհը թողել եք, ասում եք, չէ, չենք ուզում դա, բա ինչ եք ուզում։ Բա ո՞նց պիտի հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Շատ մարդիկ, այդ թվում падգամավորներ ասում են, դե 2026 թվին կլինի ընտրություն, ընտրություններով մենք այդքան համախմբենք մի տեխնացուի շուրջ, Նիկոլ Փաշինյանին կհաղթենք։ 21 թվին հաղթել եք, 21 թվին էլ չէ գնացիք ընտրության։ Դուք հաղթեցիք, թե Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Երևանի ավականու ընտրություններին որ գնացիք, ով է հիմա քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը չի։ Ընտրել էին երևանցիները Տիգրան Ավինյանին։ Ընդամենը 9.1%-ն է ընտրել Տիգրան Ավինյանին ՔՊ-ին։ Բայց իրանք են քաղաքապետ։ Սրանք թողնելու են, որ իշխանություն ժողովուրդը որոշի։ Բացառված բան է, չէ՞, քիչ հավանական, բացառված ընտրությունով իշխանություն կարա փոխվի ժողովրդավարական երկրներում։ Եթե մի երկրում մամուլը վերահսկվում, ամբողջ հանրային հեռուստաընկերությունը իրանց վերահսկողության տակ է, հիմնական լրատվամիջոցները իրանց վերահսկողության տակ են, ֆինանսական թափանցիկություն գոյություն չունի։ Transparency International-ն ասում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆինանսները թափանցիկ չեն։ Հստակ չի երևում, թե կուսակցության ֆինանսավորումը ինչ աղբյուրներից է, ինչ ուղղության վրա են փող ծախսում։ Իշխանական լծակները իրանց ձեռն է, օրենքն էլ ընդունել են, որ եթե ընտրական օրենսգրքում մի հատ փոփոխություն են կատարել, առաջին թերթում ընդունվել է, մինչև 26 թիվը կընդունեն, որ եթե Հայաստանում ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են, բայց պաշտոնապես հրապարակված չեն, եթե կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ընտրությունները չեղարկում են, պետք է գնալ նորից ընտրություն անել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն իր օգնականն է Նիկոլ Փաշինյանի, Վահագն Հովակիմյանը, եթե դժգոհ ես այդ ընտրությունների արդյունքներից պիտի բողոքարկես սահմանադրական դատարան, որի 5 կազմից մնացել ընդամենը մի դատավոր։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այդ իրանց այդ ընտրությունների գնացողները ինչ են մտածում, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարական ընտրություններ պիտի անի, որպեսզի իշխանությունը տա իր անդիմախոսներին։ Դա լուրջ է։ Այսինքն անվստահության գործընթացին, իմպիչմենտին չեք հավատում, դրան եք հավատում։ Այ անլուրջը դա է, երբ որ նա արդեն տեսածը չես կարող։ Հրաժարականի ես հավատում։ Քանի հատ ընդդիմադիր շարժում ա եղել մինչև հիմա։ Հայրենիքի փրկության շարժում, դիմադրություն շարժում, միասին շարժում, սրբազան շարժում։ Որ մեկով է հրաժարական եղել։ Ոչ մեկ, այսինքն եթե մի բան արդեն 4 անգամ ապացուցվել է, որ հնարավոր չի։ Մի հատ եք ուզում այդ անարդյունավ։ Կա։
Պարոն Ղազարյան, տպավորություն է, որ ցանկություն չկա, պարզապես շեղվում են մարդկանց, ինչ որ զբաղմունք են ստեղծում, որ պարբերաբար այդ թեժացող էմոցիաները ուղակի դուրս գան, մարդիկ մի քիչ քայլեն, մի քիչ ավելի սթափ դառնան եւ սառեցնում են իրավիճակը, այսինքն երբևէ այդ ոչ մի շարժումը չի նպատակ ունեցել ի վերջո հասնելու այն վերջակետին, որին մենք սպասում ենք։ Նպատակը, այո, պետք է հենց նպատակը դա լինի, այսինքն որևէ շարժում առանց քաղաքական process-ի չի կարող արդյունք ունենալ։ Օրինակ ասենք, Սրբազան պայքարին այնքան մարդ է դուրս եկել փողոց, ինչքան որ իսկի 18 թվին չի եղել, այսինքն փողոց Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու համար ավելի շատ մարդ է դուրս եկել փողոց, քան իրան իշխանություն բերելու համար։ Բայց դրան չի արդյունք չի ունեցել, որովհետև դրան քաղաքական process չի հաջորդել։ Եթե մայիսի 9-ին Սրբազան եկավ, ասավ Հանրապետության հրապարակ, մայիսի 10-ին, հենց մայիսի 9-ին լնեին հայտարարեին, որ իրանք արդեն ունեն վարչապետի թեկնածու, վաղը մտնում են պարլամենտ։ Այդ իշքան մարդ մայիսի 9-ին փողոցում հավաքվել էր, հաջորդ օրը կրկնապատկվելու էր, դա ԽՊԻ պատգամավորների վրա չէր, ոչ չէր ազդում։ Լրագրողները զանգում էին, չէին գտնում պատգամավոր։ Ազդել է, չէ՞ որ կարային այդ օրը ուրիշ ընդդիմադիր պատգամավոր ծեծեին իրեն խորհրդանում։ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ կարելներ ասել, վզներդ կգտրեմ, ակաժներդ կգտրեմ, ես իմիշ կանեմ, վերընկեք տեղներդ կլստեմ ահացը, դες բաներ կարար ասել։ Իհարկե չէ կարելի, գիտի մարդիկ են, որոնց թիկունքին ժողովուրդ է կանգնած։ Ո՞ց կարա դες։ Հիմա է, չէ՞ կարում ասի։ Բա ինչու մեր քաղաքացիներին ուղարկեցին տներով։ Այդ եմ ասում, որովհետև քաղաքական դե քաղաքացի տնից եկել է տուն պիտի գնա, դա պարզ է։ Բայց եթե Դե պարզ է, քաղաքացին բայց եթե եկել են, արդեն եկել հասել են ինչ որ մի կետի, չէ՞ որ պետք է արդեն նախապես մտածած լինեն, եթե այդ մարդկանց հանում այո, են, եթե այդ այո, ալիքը բարձրացնում են, պետք է իմանային, որ հաջորդ քայլը ինչ պետք է լինի։ այո, հենց այդ եմ ասում։ Եթե իրենք այդ քաղաքացիների աջակցությունը ստանալուց հետո սկսեին արդեն այն process-ը, ինչը որ մենք հիմա ենք ակնկալում։ Տեսեք, հիմա ինչ են ասում են, երբ որ ժողովուրդը հոց բազմությամբ դուրս կգա փողոց, մենք դա կանենք։ Ոչ, ոչ, սուտ եք ասում։ Որովհետև դեպքեր եղել է, որ մարդիկ հոց բազմությամբ դուրս են եկել փողոց ու դու դա չեք արել։ Արդեն եղել է դա։ Հիմա պիտի հակառակն լինի։ Մարդկանց չեք դժվար է, մարդ խաբելը դժվար գործ է, էլի։ Հիմա քանի որ մարդիկ տեսել են, որ իրանք դուրս են գալի փողոց ու դուք process չեք անում։ Հիմա մենք ասում ենք, հիմա պիտի լինի հակառակը։ Դուք ձեր պարտականությունը կատարեք, մենք տեսնենք, որ դուք ճիշտ եք կատարում ձեր պարտականությունը։ Եթե պետք է, որ մենք եկանք փողոցում ձեզ աջակցենք, մի ժամում կգանք, այդ մայիսի 9-ի Սրբազան պայքարին հրապարակ եկած մարդիկ չեն մեռել։ Ոչ է դառել են նիկոլական։ Այդ մարդիկ կան, գոյություն են, ավելի շատ են այդ մարդիկ։ Օրորի ավելի շատանում են այդ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմար չեն։ Այդ մարդիկ Երևանի փողոցների տեղը գիտեն, իրանց տուրպագորը դու պետք չի հիմա, որ գան Երևանի փողոցներում քայլեն։ Իրանց պետքա, որպեսզի իրանց գալը տա ֆունկցիոնալ աջակցություն, նպատակին, խնդիրը իրականա, իսկ ո՞րն է խնդիրը։ Ձևակերպեք, խնդիրն էլ ասում ենք որն է, impeachment։ Առաջադրեք վարչապետի թեկնածու, բոլորը ստորագրեք, տեսնենք, որ դուք ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեք ձեր ստորագրություններով։ Եթե պարզի, որ ԽՊԻ պատգամավորները չեն ուզում, այդ ժամանակ մեր ժողովուրդը, որպես իրանց ընտրող, կգնա իրանց հետ հանդիպման։ Քաղաքացիների ընդունելության օրեր ունեն, ես այս երկուշաբթի օրվանից գնում եմ։ Ամսի Դուք ցուցակեք 12-ին ներկայացրել։ հանդիպում Ռուբեն Ռուբինյանի հետ։ Գնալու եմ։ Հետո ամսի 16-ին Հակոբ Արշակյանի հետ։ Ու ինձ ես չեմ գնում Հակոբ Արշակյանին հարցնեմ, թե փետրվարի քանի օր ունի։ Գնում եմ իրան հարցնեմ, թե ինքը որպես պատգամավոր իր պարտականությունները ինչի չի կատարում։ Ու ինքը պարտավոր է այդ պատասխանները տա քաղաքացուն։ Այդ ընդունելությունը դրա համար է։ Հիմա կարամ, չէ, Հակոբ Արշակյանի մոտ ոչ թե մենակ ես ընդունելության գնամ, այլ մեկ մի 200,000 հոգով։ Իհարկե կարան, քաղաքացիները ընդունելության օրեք սահմանեք, գալիս են ձեզ հետ ընդունելության։ Հիմա 200,000 հոգու հետ հանդիպող Հակոբ Արշակյանը ինչ պիտի անի։ Կարող է հակադրվի այդ 200,000-ի հետ, ոչ պիտի հակադրվի։ Հերան Մաթևոսյանը էլ երբ է, մենք ենք մեր սարի մեջ գրել, ասում է 20 հոգի, տղամարդ ենք, ուզենք շալվար կանենք, ուզենք դազա շալվար քաղաքցնենք։
Պարոն Ղազարյան, իսկ եթե քննարկենք մի քանի տարբերակ զարգացումների, օրինակ ստացվեց, անվստահությունը հայտնեցին, ո՞րն է հաջորդ քայլը, ինչ է լինելու, ինչ է հետևելու դրան։ Բնականաբար մենք ունենալ ենք նոր վարչապետ, անվստահ եթե ազգային ժողովը որոշումը կայացնում է, սահմանադրության նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալի, ձևավորվում է նոր կառավարություն։ Մենք նոր կառավարությունը մենակ վարչապետից չի կազմված։ Մեր հասարակության մեջ բոլոր ազդեցիկ, հեղինակավոր գործիչները պետք է ընդգրկվեն այդ կառավարության մեջ։ Ազգային ժողովը չի լուծարում, ազգային ժողովը շարունակում է մինչև 26 թիվ, այսինքն երկրում որևէ ճգնաժամ քաղաքական իմաստով չի առաջանում, եւ այդ նոր ձևավորված կառավարություններ կանխում է արդեն այն նոր զարգացումները, հնարավոր աղետները, որ կարա մեր պետության, մեր ժողովրդի առջև լինի։ Այսինքն չեղարկում է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի հետ ունեցած բոլոր այդ պարտվողական կապիտուլյացիոն համաձայնությունները, դրանցից ոչ մեկը վավերացված փաստաթղթեր չեն բարեբախտաբար։ Ոչ հոկտեմբերի 6-ի հայտարարությունն է Հայաստանը վավերացրել, ոչ այդ Ադրբեջանի հետ իրանց համաձայնագիրը նույնիսկ ոչ է ստորագրվել է։ Նորմալ մեր երկիրը բերվում է ճիշտ անվտանգային համակարգի, մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացվում է, անվտանգության խնդիրները լուծվում են, եւ մենք վերադառնում ենք նորմալ բնականon կյանք։ Չեղարկվում են այդ բոլոր տեսակի այդ մարդկանց թալանելու իրանց որոշումները, այդ հայտարարագրեր, չգիտեմ, հարկեր, մարկեր, այդ ինչ-որ բարձրացել, մենք վերադառնում ենք նորմալ ապրուստ, այսինքն ազատվում ենք ադրբեջանա-թուրքական ռեժիմից։ Ինչը որ իհարկե դժվար է, որովհետև սրանց բերած ավերածությունների հետևանքները շատ մեծ են, բայց բոլոր դժվարություններն էլ ի վերջո հնարավոր է հաղթահարել։ Բոլոր խնդիրներն էլ լուծումներ ունեն։ Եվ այդ կառավարությունը հակաճգնաժամային իր գործողությունները կանի մինչև 2026 թվական, 2026 թվականին կլինեն նոր ընտրություն, ժողովուրդը կընտրի, նա այդ կձևավորի կառավարություն, հետագա մեր պետության ճակատագիրը կորոշեն ընտրություններով ձևավորված իշխանությունը, ոնց որ կարգն է, ոնց որ օրենքն է պահանջում։ Եվ ես կարծում եմ, որ այդ խնդիրները տենց էլ կլինի, ինչքան էլ մեր падգամավորները դիմադրեն, ինչքան էլ այդ նամակները պատռեն, այն հայտնի ֆիլմի նման ասում է հարսնացուն կարա գոռա, կծի, քացի տա, բայց դրանք բոլորը հին կովկասյան ավանդույթներ են։ Նես որ ինչքան էլ իրանք հիմա փորձեն դիմադրություն ցույց տան, այս գաղափարը ազնիվ գաղափար է, այս գաղափարը օրինական է, այս գաղափարը այո, դժվար է իրականացնել, բայց հնարավոր է իրականացնել։ Կյանքում բոլոր ձեռքբերումները ստացվում են դժվարություններ հաղթահարելու միջոցով։ Եթե մարդը իր կյանքում հանդիպում է դժվարությունների, ոչ թե պետքա խուսանավի դրանցից, ոչ թե պետքա փախնի դրանցից, այլ պետքա տրամադրվի, ուժ գեներացնի իր արժև ծառացած դժվարությունները, խնդիրները լուծելու համար։ Այդ ձևով են եղել մեր բոլորիս կյանքի հաջողությունները։ Եթե մենք մեր կյանքում ինչ-որ հաջողությունների ենք հասել ենք դժվարությունները հաղթահարելու միջոցով։ Ոչ թե որ ասենք էսի դժվար է, ես դա չեմ անում։ Իսկ Ինձ համար դժվար է օրը 3 անգամ հարցազրույց տալ։ Այո, շատ դժվար է։ Ես ամեն օրվա վերջ քանվում եմ, հələ մի հատ պիտի պատրաստվեմ հաջորդ օրվա հարցազրույցի, մի հատ նյութեր պիտի նախապատրաստեմ, պիտի կարդամ, պիտի ուրիշների հարցազրույցները լսեմ, տեսնեմ ով ինչ ասե։ Դա հեշտ չի։ Բայց պիտի արվի, բաղ պիտի անի։ Եթե մենք մեր առջև խնդիր ենք դրել, այդ խնդիրները պետքա դժվար, այս մենք մեզ նեղություն տալով այդ խնդիրները պիտի լուծենք։ Այո, քպեական падգամավորներին դարձի բերելը, բան սովորացնելը շատ դժվար է։ Դե ոչինչ, դժվար է, մարդիկ կան, փիղ են վարժեցնում։ Հեշտ է։ Վայրի գազանին վարժացնելը հեշտ է, բայց անում են, չէ՞։ Մենք էլ կվարժեցնենք։ Բայց խնդիրը իրականում միայն նիկոլական падգամավորները չեն, այնտեղ կան նաև հակադիր падգամավորներ եւ եթե Աստված մի արասցե այդ օրը եկավ եւ չստացվեց, չհաջողեց այս գործընթացը, այդ դեպքում ինչ է լինում, որովհետեւ հաճախ այն հարցազրույցներում եւ պատասխաններում ձեր դրված խնդրի հնչում է արտահայտություն, որ շատ ավելի վատ կլինի, եթե այդ գործընթացը լինի եւ չանցնի։ Ինչու պետք է վատ լինի։ Դա բացառում է, որ այդ գործընթացը դրվի քվեարկության ու չանցնի, դա նորից չիմացության հետևանք է այդ տեսակետը, որովհետեւ գործընթացը հեղինակների կողմից կառավարվում է։
Այսինքն, եթե մենք պատկերացեք սկսում է նախաձեռնությունը, թե պիտի գոնե մեկ падգամավոր ստորագրի։ Եթե մեկ падգամավոր ստորագրում է, պիտի երկրորդն է ստորագրի, երրորդը ստորագրի։ Այդ որ ասում են 36 ստորագրությունը անհրաժեշտ, դա նվազագույն քանակն է։ Բայց որևէ միամիտ մարդ 36 ստորագրած կամ նույնիսկ 40 ստորագրությամբ, 45, 50 ստորագրությամբ նախաձեռնությունը իմաստ չունի հանձնել ազգային ժողովին նախագահային։ Այդ ժամկետային սահմանափակումները, որ 72 ժամում պիտի որոշում կայացվի եւ այլն, դրանք արդեն գործընթացի պաշտոնական մասին են վերաբերում։ Եթե մեզ որոշման կայացման համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն, ուրեմն այդ նախաձեռնության տակ առնվազն պիտի 60 ստորագրություն լինի, նոր մենք հանձնենք։ Այսինքն, եթե չես հանձնում, ուրեմն ձախողում էլ չի կարող լինի։ Ձախողումը լինի այն դեպքում, եթե դնում ես քվեարկության։ Քվեարկության դրվում է, եթե տալիս ես ազգային ժողովի նախագահին։ Այսինքն, նախաձեռնության հեղինակները կառավարում են այդ process-ը։ Հիմա եթե մենք ակնկալում ենք, որ պիտի ԿՊ-ից եւ մյուս խմբակցություններից մենք հələ անդադ ասում ենք ԿՊ-ից մարդ միանա, բայց առայժմ հələ ոչ մեկը չի միացել, որ մենք հասնենք ԿՊ-ականներին։ Եթե հիմա մեզ առաջին փուլում հաջողվի նախ մեր ընդդիմադիր падգամավորներին համոզենք, որ իրանք ցեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, դրանից հետո պիտի ասենք ԿՊ-ականներին, այդ ԿՊ-ա միացողները ոչ թե պիտի քվեարկության միանան, այլ հենց նախաձեռնությանը պիտի միանան։ Եվ ժողովրդի աջակցությունը պետք է լինելու այդ գործընթացում։ Իսկ դա կարա միայն հաջողություն լինի։ Իսկ եթե դա չանենք, պատկերացրեք, ասենք հրաժարվում ենք, չէ՞։ Ասում ենք, այդ իրանց ենք լսում, ասում ենք, որ դա անիրատեսական է, չենք անում։ Պարսի ձախողումը հենց այդ ժամանակ կա։ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ։ Հիմա կարող է մենք այս գործընթացը նախաձեռնենք, երկար չարչարվենք, չգիտեմ ինչ անենք, հաջողություն չունենանք։ Էլի ամենում չէ Նիկոլ Փաշինյան։ Այսինքն երկու դեպքում էլ բացասական ելքը երաշխավորված է։ Հիմա մնում է մենք ոչ թե դրան դիմադրենք, այլ ջանքերը սովորենք, որ այս մի ելքը, որը էլի հաջողության որոշակի հույս ունի, սա իրականություն դառնա։ Հակառակ դեպքում բացասական ելքը արդեն իսկ պարզ է։ Հիմա պատկերացրեք, ասում եմ, հրաժարվում ենք։ Ասում ենք մենք չենք ուզում այդ գործընթացը։ Ինչ է ստացվում։ Փաշինյանը մնում է վարչապետ։ Դա ձեր ուզածը։ Փաստորեն այո, եւ մենք այո, փաստորեն այդպես է ստացվում եւ մենք տարիներ շարունակ ասում ենք, այ պատերազմից հետո հնարավոր չի, պարտվելուց հետո հնարավոր չի, այս անելուց հետո հնարավոր չի, երեկվա դրվագից հետո այդ հիստերիկ պահելաձևից եւ падգամավորներին վիրավորելուց հետո հնարավոր չի, բայց տեսեք, որ ամեն ինչ ստացվում է, ամեն ինչ էլ հնարավոր է։ Անպայման հնարավոր է։ Ես նորից եմ ասում, ես իրատես մարդ եմ, ես պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, ես խելահաց մարդ եմ, ես հասկանում եմ, որ դա դժվար է, բայց դա հնարավոր է։ Դա հնարավոր է, երբ որ մենք այդ դժվարությունների հետ ոչ թե հաշտվում ենք, այլ գնում ենք դրանք փոխելու ճանապարհով։ Իսկ եթե գնում ես, դառնում է հնարավոր։ Դա համար պետք է սկզբունքայնություն ցուցաբերել, վճռականություն ցուցաբերել ու գնալ այն ճանապարհով, որը իր մեջ հաջողության հատիկ է պարունակում։ Գնալ այդ հատիկը զարգացնելու, աճեցնելու ճանապարհով։ Չէ՞, այսինքն եթե դու ունես ձեռքիդ ծորենի հատիկ, որը շատ փոքր է, եւ դրանից ուզում ես ավելի մեծ բարիք ստանաս, ոչ թե պիտի ասես, դե չի լինի, անձրև չի գա, ջուր չկա, բանը չի, ասես պատճառաբանել, թե դու ոչ, այսպես ջանք գործադրել, չէ՞, դա դնել հողի մեջ, մշակել, ջրել, հետևել, պաշտպանել, կարկուտից, ամեն ինչից, երաշտի ժամանակ գնալ ջանք գործադրել, իսկ եթե գործադրում ես, դա բազմապատկում է, քեզ ավելի մեծ, ավելի շատ բարիք է բերում, քան ինքն է եղել։ Հիմա մենք այդ սորենի հատիկը ունենք, ոչ թե դա պետք է ջարդենք, գցենք, ոչ թե կուլ տանք, ոչ թե վնասենք դրան, այլ հոգատար կերպով, բոլորիս ընդհանուր ջանքերով դրանից ստանալ բարիք։ Ես հուսով եմ ու վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել։ Պարոն Ղազարյան, մի հարց էլ տամ ձեզ։ Այս վերջերս անդադ հնչում են տարբեր տեսակի արտահայտություններ, որ Հայաստանում հայերը պետք է պատրաստ լինեն ներգաղթի եւ հնարավոր է, որ ադրբեջանցիները վերադառնան։ Խոսվում է, որ նաեւ պարտավոր են պատրաստ լինել ներգաղթի, որ պետք է անպայման վերադառնան ադրբեջանցիները եւ շրջանառվում է նաեւ հստակ թիվ 350,000։
Ասում են Այդ նաև, որ այդ երեխաների թիվը հիմա ավելացել է։ շա- 1.5 միլիոն։ 1.5 միլիոն, այո, որովհետև զավակներ են ունեցել ընտանիքները, այո, բայց ընդհանուր առմամբ ամենաքիչ թիվը, որը պետք է գա, 350,000-ն է, եւ ասում են, որ դա նաև խնդիր է այդ թիվը, որպիսի մարդիկ գան եւ օրենքներ հետագայում ունենան հնարավորություն ձայնի ազգային ժողովում եւ օրենքներ ընդունելու նաև հնարավորություն ունենան, դա այդպես է։ Դե իհարկե հենց այդ հարցը քննարկման տիրույթում է, դա Ադրբեջանի պահանջներից է, որ պիտի Հայաստանը ապահովի ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, ապահովի նրանց անվտանգությունը ոչ թե Հայաստանի ոստիկանության միջոցով, այլ երկրների ուժային կառույցների միջոցով, որոնք Ադրբեջանին բարեկամ երկրներ են, այսինքն նաև դա են նախատեսում։ Հայաստանի իշխանությունները դա համարում են քննարկման առարկա, իրենք քննարկման առարկա չեն համարում միայն այն, որ Արցախցի մեր քույրերն ու եղբայրները հնարավորություն ունենան վերադառնան Արցախ։ Այդ հարցը չի քննարկվում։ Բայց ադրբեջանցիներով Հայաստանի բնակեցումը իրանց համար քննարկման ենթակա հարց է։ Իրանք դա քննարկման պատրաստ են։ Եվ ընդ որում նրանց գալուց Հայաստանի բյուջեից պետք է նրանց փոխհատուցումներ տրամադրվի։ Գումարի չափը կազմում է 17 միլիարդ դոլար։ 17 միլիարդ դոլարը հիմիկվա Հայաստանի բյուջեից մոտարապես 3 անգամ շատ է։ Այդ փողն էլ մենք պետք է տանք ըստ ադրբեջանցիների։ Իսկ ավելի լայն նպատակը իրանց ոչ թե որ իրանք գան Հայաստանում բնակեցվեն, ընտրության մասնակցեն, այլ ընդհանրապես մեր երկիրը վերանա եւ այս երկրի տարածքում ձևավորվի նոր պետություն, որի անունը արդեն իրենք որոշել են, դա կոչվում է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն։ Բայց Նիկոլ Փաշինյանը որ սահմանադրություն է ուզում փոխի, որ անկախության հռչակագրից ուզում է հրաժարվի, նրա նպատակը հենց դա է, հրաժարվել անկախության հռչակագրից նշանակում է լուծարել այդ հռչակագրով ստեղծված պետությունը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլ Եվ Փաշինյանը հիմա պաշտոնապես հայտարարում է ամբողջ 2024-25 թվականին, որ Հայաստանի հիմիկվա գործող տարածքի 60-ից 70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին։ այո, եւ Եվ հերի անգամ անգլերեն դրել էր իր X էջում դրել էր անգլերեն եւ դրել է, այո, X-ում, հայերեն ասել է ազգային ժողովում, բանում հարցազրույց է տվել Armenpress-ին, թարգմանվել է բոլոր լեզուներով, Armenpress-ը կարծեմ 4 լեզու սայթ է։ Ամբողջ աշխարհին ասում է, որ Հայաստանի տարածքի 70%-ը պատկանում է Ադրբեջանին, Հայաստանի անկախության հռչակագիրն է պիտի չեղարկվի։ Այսինքն, այս երկիրը դարձնում է Ադրբեջան, այնց ոնց որ մեր երկրի մյուս հատվածն է դարձել Ադրբեջան։ Հիմա Արցախը ի՞նչ է։ Արցախում մենակ ադրբեջանական իշխանությունը, չէ՞։ Նույնը ուզում են հաստատեն Հայաստանում։ Եվ եթե մենք հիմա սա չկանխենք, այս impeachment-ի գործընթացը, եթե չարվի, նրան մինչև 26 թիվ, մինչև չգիտեմ հաջորդ ամիս ժամանակ է տրվում, ամեն օրը մի նոր աղետ է բերում։ Այդ որ Հայաստանում պիտի սահմանադրությունը չեղարկվի, այդ պատերազմից հետո է, չի ասել։ այո 22 թվականից է սկսել ասել։ Այսինքն 20 թվին դեռ չէր ասում։ 21 թվին էլ չէր ասում։ 22-ից է, այսինքն ամեն անգամ մի նոր բան է ասում, այդ ասելու հեղինակն էլ ինքը չի, Ալիևն է, ինչ պահանջ որ դնում է, այդ պահանջները կատարում է, այդ Տաոշից որ գյուղեր հանձնեց Ադրբեջանին։ Ադրբեջանի մի լրագրող Իլհամ Ալիևին հարցնում ասում է, պարոն նախագահ, ձեզ ո՞նց հաջողվեց Հայաստանի հետ դիալոգ ստեղծել եւ առանց պատերազմի այդ տարածքները դարձնել ադրբեջանական։ Ասում է, ասած ոչ դա մի դիալոգ դիալոգ չի, դա այո մոնոլոգ է, ես ասում եմ, ինձ լսում են։ ասում է ոչ մի լրիվ ճիշտ դիտարկում, ասում է դա մեր պահանջն է եղել, որ իրանք կատարել են։
Ես հենց դրան էի բերում, որ լսելով նրանց Արարատ Միրզոյանին, Ալեն Սիմոնյանին, պարզ է, որ հրատապ է այս լուծումը։ Այն առաջարկը, որը դուք արել եք, պարզապես պետք է կյանքի կոչել, որովհետև իսկապես կյանքի եւ մահու խնդիր է արդեն դարձել, եւ ես շատ հաճախ լսում եմ իմ հայրենակիցներից տպավորություն է, որ չեն հասկանում այդ իրական վտանգները։ Օրինակ շատ հաճախ ասում են, իսկ որ ադրբեջանցին կուզի գա Հայաստանում ապրի։ Այդ այն ադրբեջանցին, որ հիմա բանտում նստած է 25 տարվա ազատազրկման համար, եւ ինքը կստանա համաներում մենակ մի դեպքում, եթե ինքը իր ընտանիքի անդամների հետ տեղափոխվում է Հայաստանում ապրելու։ Կստանա տուն, կստանա գումարներ, կստանա պաշտպանություն, պետական աշխատանք եւ Այո, իհարկե կյանքի նոր այսինքն հնարավորություններ։ բանտում նստելուց վատ է, որ գա Հայաստան, այսինքն Ադրբեջանի բանտերում ինչքան գող, ռեցիդիվիստ, բանդիտ, մարդասպան, հանցագործ կա, բոլորին կբերեն Հայաստանում բնակել, որովհետև Հայաստանից գնացած ադրբեջանցի Ադրբեջանում գոյություն չունի։ Նրանք վաղուց կամ մեռել են, կամ ընդեղից արտագաղթել գնացել Ռուսաստան։ Ադրբեջանում հիմա Հայաստանից գնացած ադրբեջանցի գոյություն չունի։ Հիմա ասում եք, սկզբից ասում են, հիշում եք 130,000, հետո դառավ 170,000, հետո 300,000։ Այո։ Հիմա այդ ինչ է, բանտում ադրբեջանական բանտերում մի 20,000 բանտարկյալ կլինի ծանր հանցագործությունների համար։ Ընտանիքի անդամների թվով 80,000-ը պատրաստ կգա։ Այդ դրանցով են բերելու, ըստ դրանք եկան մի հոգին էլ դրա եկավ Հայաստան, մի հատ արկածախնդրություն, մենք տեսանք, չէ՞, փորձական վարժություններ են անում։ Հանրապետության հրապարակում վարչապետի պատուհանի տակ ադրբեջաներով Ղարաբաղ են երգում։ Ինչ բուրըն ռեակցիա առաջացրեց, չէ՞, հասարակության մեջ։ Մի հատ sense բախում, արդեն պարզ է, որ այդ բախումը կարող վերածվի այլ հետևանքների, արդեն սպանություն կլինի, արդեն Հայաստանում ապրելը կլինի վտանգավոր, արդեն ցանկացած ուրիշ մարդ կմտածի, որ ըստե չի կարելի ապրել։ Ոչ միայն ադրբեջանցիները կգան Հայաստան, այլ հայերը համատարած կգաղթեն ստեղից։ Իրանց ուզածնել հենց դա է։ Հիմա իրանք ինչ անում, Նիկոլ Փաշինյանն ինչ անում, Հայաստանում կյանքը դարձնում է անտանելի։ Ապրանքների գները բարձրացրել է, հարկերը բարձրացրել է, տրանսպորտը թանկացնում է։ Մեզ ստիպում է հայտարարագրեր ներկայացնեն վերահսկողության տակ ապա, այսինքն այսօր ամբողջ երկիրը վերահսկողության տակ է սրանց։ Տրանսպորտով նստում ես, մի հատ մասնավոր ընկերություն գիտի, ես որ ժամին եմ նստեմ, որ կայարանից եմ նստել տրանսպորտ, հետո որ ավտոբուսն եմ նստել, որ ուղղությամբ եմ գնացել։ Որ բանկոմատից ես փող հանել, որտեղից ես բենզին լցել, սաղ վերահսկվում է։ Հետ դրա հետ միասին նաև հարկերը բարձրացնելով, ապրանքների գներ բարձրացնելով, ներազդեցու բան անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, այսինքն այնպես միջավայր են ստեղծում, որ մարդիկ ստե չկարողանա չապրեն։ Հայերին ստեղից հանում է պետական քաղաքականությամբ, ադրբեջանցիների բնակեցման հարցերը քննարկում է։ Մեր պետությանը սպառնում է Արցախի ճակատագիրը, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ։ Որովհետև Արցախի ճակատագիրը այդպեսին է դառել Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում։ Հիմա նույնը արվում է Հայաստանի հետ։ Մի քանի օր առաջ Նախիջևանի համազորային բանակում եղել է լայնամասշտաբ հերթական զորավարժությունը։ Տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ Նախիջևանում գտնվող տանկերը խուստ ու բլեր չեն կարող բարձրանալ։ Նախիջևանում գտնվող տանկերը մենակ մի մարտական խնդիր ունեն՝ Երևանի ուղղությամբ գրոհը։ Երասխից Երևան ընդամենը 60 կիլոմետր է։ Տանկի ասֆալտով երթևեկության արագությունը 60 կիլոմետր/ժամ է։ 1 ժամ հետո նրանք հայտնվելու են Նորագավիթի մատույցներում եւ պարտադրելու են այն վերջնական կապիտուլյացիան, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին պարտադրեցին Արցախին։ Այսի ֆանտաստիկայի ժանրից չի։ Սրան դիմակայելու մի ձև գոյություն ունի։ Երկրի պաշտպանություն, դիվանագիտություն, իսկ մենք ոչ բանակ ունենք, ոչ դիվանագիտություն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մշտական այցելության վայրը Թուրքիան է։ Գնում ես Ստամբուլ, այնտեղ է հանդիպում Թուրքիայի արտգործնախարարին, Ադրբեջանի արտգործնախարարին, հետո գնում է Անտալիայում է հանդիպում։ Թուրքերից բացի սրանք ուրիշ ոչ մի ուղղությամբ դիվանագիտություն չունեն։
Ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունները հակառակը սարքել են մեզ ճշնամի, ոչ Եվրոպայի հետ են կարողանում հարաբերություններ զարգացնել, ոչ Միացյալ Նահանգների հետ են հարաբերություն։ Ասենք, հենց քարոզչակը հələ մի հատ հիշեք, չէ՞։ Միացյալ Նահանգների հետ հունվարի 14-ին ստորագրվեց ռազմավարական գործընկերության Հայաստանը դարձավ Միացյալ Նահանգների ռազմավարական գործ։ Մեկը խոսում է հիմա դրա մասին, այդ օրվա նկարվեցին, նկարները գցին ինտերնետ։ Հիմա դուք Միացյալ Նահանգներում եք ապրում, ես Հայաստանում։ Դուք եք զգում, որ Հայաստանը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է, թե մենք։ 75 միլիոն փող էին խոստացել Հայաստանին, Թրամփ եկավ USAID-ին չեղարկեց, էդ էլ է վերացել։ 75 դոլար չեն տալի։ Ոչ մի ուրիշ տիպի հարաբերություններ գոյություն չունի։ Պարոն Ղազարյան, շատ տխուր իրականության մեջ ենք գտնվում եւ Բայց հնարավոր է գիտես, փոխել այդ իրականությունը։ այո, եւ ես դա եի ուզում ասել, որ այս տխուր իրականության մեջ իսկապես կա մի հասկ, որը հնարավոր է աճեցնել եւ որը կարող է լավ արդյունք տալ։ Շնորհակալ եմ, որ դուք այդ նախաձեռնությունը ընդհանրապես անում եք։ Իմ անվերապահ օգնությունը եւ աջակցությունը իմ կողմից ձեզ դուք գիտեք, որ ես ձեր կողքին եմ, ձեր եւ Նարեկի Մալյան այս հարցում եւ կարծում եմ, որ մեր հայրենակիցներն են։ Մենք որտեղ Այո, գաղափարի մասին է խոսքը, միանշանակ գաղափարի մասին է խոսքը, որովհետև այստեղ անձերի մասին խոսք ընդհանրապես չի կարող գնալ։ Կարևոր է, որպեսզի մենք օր առաջ, ժամ առաջ կարողանանք ձերբազատվել այն հրեշից, որը երեք ազգային ժողովում գոռգոռում էր մեր պատգամավորների վրա, նվաստացնում եւ նրանք էլ ցավոք սրտի դա ընդունում էին։ Վիրավորական է ողջ ազգի համար, վիրավորական է եւ ցավալի։ Երբ որ մենք կանգնում ենք գաղափարի կողքին, յուրաքանչյուրս կանգնում ենք մեկս մյուսի կողքին, եւ միայն այդ ձևով է հնարավոր փրկել մեր պետությունը այս ադրբեջանա-թուրքական հանցավոր ռեժիմի կեղտոտ, մահաբեր, այրոնոտ ջանքերից։ Իսկ մենք դա կանենք, մենք չենք թողնի, որ մեր երկիրը կործանվի։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ամենայն բարիք ձեզ, հաջողություն ձեր նախաձեռնած այս հրաշալի ծրագրին, հուսանք, որ իսկապես կյանքի կկոչվի եւ մեր падգամավորները իրենց հոգու պարտքը, իրենց հայ լինելու, իրենց արմատների անդավաճան լինելու հիմքը կդնեն իրենց ստորագրությամբ այդ թղթի տակ։ Շնորհակալություն։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է։ Ես էլ, ձեզ լավ օր։ Ես Գայանե Ասլամազյանն եմ, այստեղ մենք խոսում ենք հայրենասիրությունից, հայ մնալուց եւ ընդհանրապես այն ամենի մասին, ինչը կարող է փրկել մեր երկիրը ամենալավն ու բարին ձեզ։ Ցտեսություն։